Տիկին Ջուլագյան, քանի որ դուք մի քանի գումարումների ազգային ժողովի պատգամավոր եք եղել, նաև նախորդ գումարման ազգային ժողով, ինձ հետաքրքիր առհասարակ ձեր վերաբերմունքը էթիկայի հանձնաժողովի ինստիտուտի նկատմամբ։ Ասենք օրինակ այն դեպքում, երբ որ ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու վրա, կամ հայհոյում է անհետ կորած ծնծառաղների ծնողների բողոքի ակցիայի մասնակից։ Նման դեպքերը հիմք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։ Կամ եթե պատգամավորները մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուի նկատմամբ ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք, վիրավորում են թեկնածուին, խախտելով էթիկայի նորմերը, որը սահմանված է օրենքով։ Դա հիմք է արդյոք էթիկայի հանձնաժողով, որովհետև նախորդ գումարման ազգային ժողովը թույլ տալիս էր նման դեպքերում ստեղծելու ժամանակավոր էթիկայի հանձնաժողովն։ Այդ դուք որպես նախագծի հեղինակ չեք մտածել, որ նախորդ դեպքերի համար էլ էր պետք ստեղծել նման հանձնաժողով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ղազարյան, իրականում ես դժվար կտեղավորվեմ ինձ հատկացված 1 րոպե մեջ ձեր հարցին պատասխանելու համար, պետք է ասեմ, որ 8-րդ գումարման, 7-րդ գումարման ազգային ժողովների ժամանակ դրանից առաջ էլ, բայց ես քանի որ այդ երկու գումարումների ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք զգացվում էր։ Ինչու չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որովհետև օրենսդրություն սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Այսինքն էթիկայի հանձնաժողովը չի եղել մշտապես գործող հանձնաժողով, եւ դա է եղել պատճառը, որ մենք համարել ենք, որ ճիշտ չէ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստեղծել էթիկայի հանձնաժողով, ինչը ենթադրում է ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այդ հարցի քննարկում, ըստ այդմ արդեն ստեղծում ընկալում հանրային ստեղծում հանրության շրջանում ընկալում, որ այդ մարդը արդեն իսկ խախտել է էթիկայի կանոնները։ Համենայն դեպս իմ վերաբերմունքից հարցեցիք էթիկայի հանձնաժողովի հետ կապված, ես մեկն եմ եղել իմ մի շարք գործընկերների հետ, որ այս ուղղությամբ երկար աշխատանք է տարել, եւ ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է գտնել լուծում սահմանադրային իրավական կարգավորումների շրջանակում, եւ մենք այսօր հասել ենք այս կետին, որ քննարկում ենք էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցը։ Արձագանք։ Դուք ասացիք, որ հանձնաժողովը նախորդ գումարում կանոնակարգով պետք է ստեղծվեր կոնկրետ դեպքերի համար, բայց ոնց որ թե ես իմ հարցի մեջ հենց շատ կոնկրետ որոշակի դեպքեր վկայակոչեցի։ Ես ուզում եմ իմանալ այդ դեպքերի կապակցությամբ ձեր ընկալումներով, ձեր մշակույթում պետք է արդյոք ստեղծել մշակութային էթիկայի հանձնաժողով, այդ թվում եւ այն դեպքերի հետ կապված, երբ օրինակ ազգային ժողովի պատգամավոր դիմում միայն երկու խմբակցությունների պատգամավորներին պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։